Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական Կառավարություն ազգային ժողով հերթական հարց ու պատասխանն առանց ընդդիմության անցավ։ Կառավարության անդամներին հարց տալու համար 7 պատգամավոր հերթագրվեց։ Տեղեկացնեմ նաև, որ այսօր բացակա են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը եւ ողջ ընդդիմությունը բացառությամբ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի, որոնք ասում են, որ իրենք ընդդիմություն չեն, հետեւաբար ընդդիմությունը բացակա է։ Անընդհատ ձգձգվող, չստորագրվող խաղաղության պայմանագրին, ադրբեջանական կողմի պարբերական կրակոցներին ու տարածվող ապատեղեկատվությանը որևէ անդրադարձ չեղավ։ Միայն արտգործնախարար Արարատ Միրզոյանը պատգամավորներից մեկի հարցին պատասխանելով անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցը օրակարգից հանելու վերաբերյալ մեղադրանքներին։ Այս կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքների եւ անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի եւ հիմա մեղադրել մեզ այդ հարցը օրակարգից հանելու այն պայմաններում, երբ մենք այս մասին խոսում էինք, մեզ մեղադրում, երբ որ ասում էինք, որ նշադողը իջեցնել է պետք եւ այդ դեպքում մենք կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության մեջ, մեզ էլի մեղադրում էին, չգիտեմ, հողեր ծախելու մեջ եւ այլն, շատ, այսինքն իրենք որևէ կերպ հրաժարվում էին մասնակցել այդ խոսակցությանը, այդ թվում եւ այստեղ նստած մարդկանց դրդմամբ։ Հանրահայտ չի, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց օրինակ մասնակցել Սոֆիայի հանդիպմանը։ Հիմա մեզնից ի՞նչ են ուզում։ Այսինքն որ ձեռ են առնում, ես չեմ հասկանում։ Այս հարցերի պատասխանը լրջորեն պիտի տրվի վերջը, թե չէ։ Ներհայաստանյան խնդիրների մասին ԿՊԱ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը հետաքրքրվեց, թե Լոռիում երբ կմեկնարկեն կապիտալ վերականգնման աշխատանքները, քանի որ դեբետի վարարման շրջանը սկսվել է, անդադար անձրևներ են։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց, հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ Մենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ միասին նախնական աշխատանքներ ենք տանում գույքագրելու համար այն տեղամասերը, որոնք գետի վարարումների դեպքում կարող են վթարավտանգ լինել։ Այդ նախագծերը հիմնականում վերջնականացված են վերված են այն տեսքի, որ թույլ է տալիս կառավարության առաջիկա նիստերից մեկում կարգավորել նաև ֆինանսավորման հարցը։ Հուսով եմ, որ առաջիկա 2 շաբաթների ընթացքում կտանք համապատասխան լուծում նաև այդ մասով։ Այսինքն գտնվում է հարցը մեր ուշադրության կենտրոնում, նախագծման եւ որոշակի նախապատրաստական աշխատանքների շրջան ենք անցնում եւ կկարգավորենք։ Նոտարական գրասենյակներ կան, որոնք իրենց մատուցած ծառայությունների դիմաց պահանջում են, որ քաղաքացին կանխիկով վճարի։ Արտարադատության նախարար Սրփուի Գալյանը վստահեցրեց, նոտարական ծառայությունների դիմաց գումարը քաղաքացիները պետք է վճարեն անկանխիկ։ Իհարկե, առանց որևէ ազդակի մեր վերահսկողական վարչությունը պարբերական ուսումնասիրություններ իրականացնում է, որոնց արդյունքում որոշակի խախտումներ արձանագրվում եւ բացահայտվում են, բայց միայն դա բավարար չէ, ուստի կրկին կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին նմանատիպ խնդիրների դեպքում դիմել նախարարությանը։ Արտարադատության նախարարը հորդորեց քաղաքացիներին նման խնդրի հանդիպելու դեպքում անպայման դիմել իրենց։